է հիշատակներով։ Ձորից վերև հորիզոնին այնպես մոտիկ կացարաթի հին ամրոցն է, թիկունքը հենած դարերին, հայացքով փարված գյուղին։ Տավուշի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջի ստորոտում Տավուշ գետից 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Թովուս գյուղը, որի բնակչությունը սերվում է 18-րդ դարի վերջին քառորդում գերազանցապես Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներից։ Ուշալ մարդիկ են այս թովուսցիները, անթաքույց հպարտությամբ ու մեծարանքով են պատմում իրենց համբավավոր գյուղացիների մասին, սիրում են պարծենալ իրենց գյուղի, նրա դարամյա դպրոցի պատմությամբ։ Իսկ վերջում ամենայն պատկառանքով վկայակոչում են Արշալույս Գյուրջինյանին։ Արշալույս Արշակի Գյուրջինյանը ապրում է Տավուշի մարզի Թովուս գյուղում։ Ուսումնառությունն անցել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում, ապա նաև մանկավարժական ինստիտուտում։ Աշխատել է գյուղի դպրոցում որպես ուսուցիչ, ուսմասվար, դիրեկտոր, կոլտնտեսության վարչության նախագահ։ Կյանքով իմաստնացած, խոհերով ծանրակշիռ Արշալույս Գյուրջինյանին հիշողությունները կրկին դպրոց են տանում։ Այսպես է եղել 50 տարի, եղել է իր գործին անմնացորդ նվիրում, իմաստությամբ ամրակայված խոր հավատամք և սեր, անսահման սեր, քանզի համոզված է, սիրով է պետք աշակերտին կրթել։ Կյանքի կես դարը դպրոցին նվիրաբերած վաստակաշատ ուսուցչի այցը հրճվանքով ընդունվեց։ Դարից էլ երկար ձգվեց հիշողությունը։ Հիշողության մշուշներից ծնված այս երգը արձագանքեց դպրոցի կամարների ներքո։ Մենք նոշողեր Թովուս գյուղի ուսուցիչներ, աշակերտներ, գնում ենք մենք պայծառ ուղի, դեպի գալիք առաջ միշտ վեր, ուրեր գնան մեր սարերից, իեզերքում թրջենք թեկուզ, երբեք գործում կգանք նորից, կառուցելու մի նոր Թովուս, երբեք գործում կգանք նորից, կառուցելու մի նոր Թովուս։ Ընկեր Գյուրջինյան, երգի հեղինակը հայտնի է։ Երգը ստեղծվել է դպրոցի 75-ամյակի կապակցությամբ
Տեքստը Նայիր Իզարյանի, երաժշտությունը Ալեքսանդր Վարդի։ Հիսունից ավելի գիտահետազոտական տպագրված արժեքավոր հոդվածների հեղինակ է Արշալուս Գյուրջինյանը։ Սկզբնաղբյուրների տքնաջան ուսումնասիրությամբ, գիտական բարեխղճությամբ է աչքի ընկնում Շամշադին, Տավուշ, պատմաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ գիրքը։ Այն ավելին է, քան ակնարկը, ունի ճանաչողական ինչու չէ, նաև հանրագիտարանային արժեք։ Գրքում Շամշադինի ժողկրթության զարգացման հավաստի պատմությանը զուգահեռ ներկայացված է նաև շրջանի տնտեսաաշխարհագրական բնութագիրը։ Հայրենի եզերքին, նրա պատմությանը նվիրված դասին, նա ուսուցիչ, ես աշակերտ։ Մեր հարազատ շրջանը երկար տարիներ կրել է Շամշադին օտարանունը։ Այժմ այն մասին, թե ինչու է այդպես եղել։ Մեր աշխարհի, Տավուշ աշխարհի մասին առաջին գրավոր հավաստի խոսքը տվել է պատմահայր Մովսես Խորենացին դեռևս 5-րդ դարում իր Վարդգես մանկան զրույցի մեջ։ Այդ զրույցը ձևավորվել է կենտրոնական Հայաստանում մեր թվականությունից 6-ից 3000 ժամանակաշրջանում։ 7-րդ դարում Անանիա Շիրակացին իր աշխարհացույցում մեր աշխարհին վրա մակագրել է Տուս Քուստակ։ Տուս Քուստակ պարսկերեն նշանակում է նահանգ, ուրեմն Տուշ նահանգ, Տուս կամ Տուշ նահանգ։ Հետագայում ուսումնասիրողները և առաջին հերթին մեր հայրենակից պատմաբան Արտաշես Շահնազարյանը սկզբնաղբյուրների մանրակրկիտ ուսումնասիրության հետևանքով հանգել է այն հաստատ համոզմանը, որ Տուս կամ Տուշը մեր տարածքում ապրող ցեղերեն, ցեղանուն է, որից հետագայում դարձել է մեր տարածքի պատմական անունը, տեղանունը։ Տուսի ուղղականը Տուրք է, սեռականը Տուաց։ Մեր թվականության արդեն 7-9-րդ դարերում այդ բառերը ձևափոխվել և դարձել է Տավուշ, ավելի բարենչուն Տավուշ անունը։ Տավուշ անունը օգտագործել են պատմագետներ Հովհաննես Դրախանակերտցին, Կիրակոս Գանձակեցին, Վանական Տավուշեցին, Վարդան Արևելցին և էլի ուրիշ պատմաբաններ։ Տավուշ անունը կա նաև մեր շրջանի հարևան վրացական, պարսկական վիմագիր և գրչագիր աղբյուրներում։ Այժմ այն մասին, թե ինչպես Տավուշ անունը իր տեղը զիջեց Շամշադին։ 16-րդ դարի 50-60-ական թվականներին թուրք-պարսկական պատերազմների ժամանակ պարսիկ Իսմայիլ շահը, հետագայում նրա որդի Թամրաս շահը, իրենց հյուսիսարևմտյան թիկունքը ամրացնելու համար կենտրոնական Պարսկաստանից, Շիրազ նահանգից մեր աշխարհն են տեղափոխում Բորչալու Ղազախ և Շամշադին ցեղի թուրքեր, ինչպես նաև պարսիկներ, Գոլքադար ցեղի պարսիկներ։ Այդ ցեղերը հավատարիմ էին Պարսկաստանին և հետագայում մեր տարածքը տրվում է Շամշադին ցեղի առաջնորդին որպես նվեր ու շրջանը 16-րդ դարից կոչում է Շամշադին։
Այդ Շամշադին օտարանը պահպանում է մինչև Հայաստանի Հանրապետության անկախություն ստանալը։ 91 թվականին անկախություն ստանալուց հետո մեր հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունվեց Շամշադինը վերանվանել Տավուշ։ Հետագայում Հայաստանի Հանրապետության տերիտորիայի վարչական փոփոխությունների հետևանքով շրջանը Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների հետ կազմեց մեկ մարզ, կրելով մեր շրջանի նախկին անունը Տավուշ։